Այսօր ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց թեժ վիճաբանությունների առիթ տված վարչատարածքային բաժանման եւ տեղական ինքնակառավարման մասին օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծի փաթեթը։ Պատգամավորներից մի քանիսը խնդրեցին հետաձգել 118 քաղաք ու գյուղ խոշորացնելուն վերաբերող փաթեթի քվեարկությունը, պատճառաբանելով, որ այս փուլում միավորումն արդարացված չէ։ Ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը վրդովմունք հայտնեց, չի կարելի գյուղ դատարկել։ Նույնիսկ եթե գյուղում կա 10 մարդ, դպրոցը պետք է լինի, պետք է աշխատենք։ Էրդողանը 23 միլիարդ դոլար փող է տալի գյուղերին դոտացիայի տեսքով։ Սահմանել է գյուղական ուսուցիչների աշխատավարձը իր աշխատավարձի չափ։ Մարդիկ հասկանում են, որ դա ստրատեգիական կարևոր կետ է։ Չի կարելի 2 կոպեկի համար բռնել համայնք վերացնել։ Պատգամավորի խոսքին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ հանրապետական Վարդան Այվազյանը արձագանքեց, ինչն էլ դուր չեկավ Բագրատյանին։ Ցավոք սրտի կխոսեն ամեն ինչից, բացի բուն օրենքի բովանդը։ Հանգիստ նստի տեղդ, հանգիստ նստի, այ քեզ բան։ Հանգիստ, ունդերգինդ, հանգիստ նստի տեղդ։ Բիճմանը կխոսակ, հիմա վախտ։ Շարունակեք, պարոն Այվազյան։ Այս ազվերենի կերազներին հանգստացրեք, հա։ Թե չէ ես կհանգստացնեմ, սկսեմ թակարդել։ Արիլը։ Բագրատյան Այվազյան վեճը դեռ շարունակվում էր եւ պատգամավորներից մի քանիսը ոտքի վրա էին, երբ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը քվեարկություն հայտարարեց։ Ոնց է քվեարկել, ասեք ավե, դեմ, հա, կողմ 58, դեմ 23, ձեռնպահ 0։ Պատգամավորների մի մասի մտահոգությունն այն է, որ նախագծի ընդունման դեպքում փոքր գյուղերը կարող են ուշադրությունից դուրս մնալ։ Նույն Տատևը, նույն Տավուշի մարզում օրինակ ծրվից գյուղը լուսահովիտ։ Դրանք փոքր համայնքներ են, բայց 1500 տարվա պատմություն ունեն, 1000 տարվա պատմություն ունեն։ Ես առաջարկում եմ, որ պետությունը սա որպես լուրջ նաև մշակութային խնդիր իր վրա վերցնի այդ ծախսերը եւ չխուսափի այդ փոքր համայնքները պահել։ Դա դպրոց պահելու նման բան է։ Ես բերեմ ընդամենը 2 օրինակ, մեկը Կողբը եւ Բերթավանը, եւ երկրորդը Մեղրու տարածաշրջանի, ուրեմն 15 համայնքներ միավորում ենք եւ ստրատեգիական ու աշխարհաքաղաքական դիրք ունեցող Մեղրու տարածաշրջանը, որը 664 քառակուսի կիլոմետր է, ստեղծում ենք ընդամենը 1 համայնք, ընդամենը 1 համայնքային իշխանություն, սա աննախադեպ բան է։ Փոքր գյուղերին վտանգ չի սպառնում, պարզապես նրանց բյուջեն կգումարվի մյուսներին ու հնարավոր կլինի դա ավելի արդյունավետ օգտագործել, պնդում է համայնքների ֆինանսիստների միավորում կազմակերպության նախագահը։ Նրա կարծիքով գյուղապետարանի աշխատողներին ոչինչ չանելու համար աշխատավարձ վճարելու փոխարեն օրինակ կարելի է մանկապարտեզ բացել։ Տեղական ինքնակառավարումը սոցիալական հիմնարկ չի։ Մենք մարդկանց աշխատավարձ չենք տալիս նրա համար, որպեսզի իրանք ոչինչ չանելով տունը պահեն։ Իհարկե տուն պահելը կարևոր է։ Մենք աշխատավարձը տալիս ենք ծառայություն ստանալու համար, որտեղ այդ աշխատավարձը ուղիղ կապված է համայնքի բյուջեից։ Սա մի քիչ բարդ է, որտեղ մի կողմից ամեն մի հաստիկի տակ կոնկրետ անուն, ազգանուն ընտանիք է, մյուս կողմից համակարգային ռեֆորմ։ Ամիսներ առաջ Դիլիջանին միավորված Աղավնավայնքի բնակիչների խոսքով խոշորացումից հետո իրենց կյանքում շատ բան չի փոխվել, շարունակում են ապրել նույն խնդիրներով։ Հանրապետական ղեկավարը սակայն խոստացել է, որ նոր տեխնիկա են բերելու ճանապարհների ու լուսավորության հարցն են լուծելու։ Գազ չկա, անտառից չեն թողում փայտ բերենք, առանց վառելիքի ենք, ճանապարհներ նորմալ չեն, տրանսպորտ չկա, օրինակ ես հիմա Փարոսի թղթեր եմ դզում, պիտի հատուկ տաքսի վարձեմ, որ գնամ հասնեմ Դիլիջան, տրանսպորտ չկա։ Դա արդեն ուղղակի տեխնիկայով մատակարարեն, խոթնդի չարբանալ, մեկապայս ոչ շփան չունենք։ Մեքենայի, տրակտորի, խոթնդիչ, խոթավացիչ ամեն ինչ վարության։ Արդյունքներն են, որ երեխեքի համար բերել են, կարուսել են բերել, հետո որ երեխեք խաղում են։ Տեսնող իսկ ոչ մի արդյունք դեռ չկա։ Ոչ լավացրեց, ոչ վատացրեց, լավ է, բայց լավանալու հույս կա։ Շատ ծրագրեր ասել են, որ պետք է սկսեն անել։ Երևի եղանակներն չի թողնում։